Աստծուն հիմա պետք է, որ պատրաստվես, սա այն շրջանը չէ, երբ կարելի է թույլ լինել, սա այն ժամանակը չէ, երբ պետք է անզգա մնաս, սա այն պահը չէ, երբ կարող ես ամեն ինչ պարզապես գորգի տակ թաքցնել, հույսով, որ ամեն բան ինքն իրեն կկարգավորվի։ Պատերազմ է մոտենում, բայց ոչ այն տեսակը, որտեղ տանկեր ու զենքեր են, այլ հոգևոր, զգացմունքային, հոգեբանական պատերազմ, եւ եթե դու զինված չես, կկոտրվես։ Սատանան էլ քեզ հետ խաղ չի անում, նա քեզ ուսումնասիրել է, գիտի, որ կոճակին սեղմի, գիտի ընտանեկան վերքերդ, որ երբեք չեն բուժվել, գիտի, որ հոգնած ես, ես սպասում է, որ հանձնվես, բայց Աստված քեզ այդպես չի թողնելու։ Աստծուն հիմա է պետք, որ պատրաստվես, ոչ թե հետո, ոչ թե երբ կյանքը հանդարտվի, այլ հենց հիմա, որովհետև այն, ինչ գալու է, փորձելու է քո ամբողջ էությունը, որովհետև մեր պայքարը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս մութ աշխարհի տիրակալների դեմ։ Դա պատերազմ է ու նախատեսված է, որ հուսահատվես նախքան օրհնությունը գա, բայց լսիր ինձ, այս պատերազմը բռունցքներով չի հաղթվում։ Այս պատերազմը հաղթվում է կարգապահությամբ, հավատքով եւ այն ունակությամբ, որ հայտնվես, նույնիսկ երբ հոգիդ գոռում է հանձնվել։ Դու պետք է սկսես տարբեր ձևով շարժվել, սկսիր աղոթել, բաց սրտով ու փակ եսով, սկսիր ծոմ պահել ոչ միայն ուտելիքից, այլ նաեւ շեղող բաներից, մարդկանցից, ովքեր չեն նպաստում քո կոչմանը, անիմաստ թերթելուց, որ հոգիդ լռեցրել են։ Պատրաստիր միտքդ, դա է ճակատամարտի դաշտը։ Եթե թշնամին կարող է շփոթեցնել քեզ, նա քեզ վերահսկում է։ Եթե նա կարող է համոզել քեզ, որ արժեք չունես, ապա նույնիսկ ստիպված չի լինի սպանել քեզ, դու ինքդ քեզ կքանդես, Աստծուց քեզ տրված ամեն ինչից հրաժարվելով։ Մի արա դա, մի մեռիր, երբ քո մեջ դեռ կա նպատակը, մի մեռիր, երբ քո մեջ դեռ կա մեծությունը։ Դու ունես երազանքներ, բայց չունես կարգապահություն, ունես նպատակ, բայց հետաձգում ես, ունես տաղանդ, բայց չունես տոկունություն։ Ասում ես, Աստված, օգտագործիր ինձ, բայց երբ նա սկսում է կերտել քեզ, դու փախչում ես, դու հարմարավետություն ես ուզում, քեզ ուղղում են, վիրավորվում ես, լսում ես ճշմարտությունը, մտածում ես ատելություն է։ Ոչ, Տերը կոփում է քեզ, նա զինվոր է դարձնում քեզ, եւ այո, դա ցավ է պատճառում, որովհետեւ աճը կորուստ է պահանջում։ Դու ստիպված ես առերեսվել տհաճ ճշմարտությունների հետ, խաղաղության համար ստիպված ես հեռանալ այն մարդկանցից, ում սիրում ես։ Ու հիմա ուզում եմ քեզ հարց տալ. եթե սատանան հարձակվեր քեզ վրա այս գիշեր, պատրաստ կլինես արդյոք։ Եթե գար քո մտքի, ընտանիքի, ֆինանսների, մարմնի հետևից, կարող ես դիմանալ, թե կփլուզվես։ Կարող է, որ Աստված պատրաստում է քեզ, դրա համար էլ հեռացնում է մարդկանց, դրա համար է, որ քեզ մենակ ես զգում, որովհետև երբ ճակատամարտը գա, ժամանակ չես ունենա ուրիշի վրա հենվելու։ Դա դու ես, քո աղոթքը եւ քո պայքարը։ Իսկ ինչ է նշանակում պատրաստվել։ Ներիր, նույնիսկ նրանց, ովքեր ներողություն չեն խնդրել։ Նեղացած սիրտը հոգևոր ծուղակ է։ Սովորիր Աստծո խոսքը, կարծես կյանքը դրանից է կախված, որովհետև հենց այդպես էլ կա։ Վարժություն արա։ Այո, դա էլ է անհրաժեշտ։ Մարմնական ուժը ազդում է հոգեկան տոկունության վրա։ Աղոթիր, կարծես հոգիդ այրվում է, ոչ թե միայն գեղեցիկ աղոթներով, այլ ճշմարիտ, ուժգին աղոթքով։ Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր քո առաջընթացն են խթանում, ոչ թե միայն ցավդ մեղմում։ Ու հիմա ժամանակն է անցնել գոյատևելուց դեպի գերիշխում։ Թող դժոխքը իմանա, դու հագել ես զրահդ, թող թշնամին իմանա, դու դեռ կանգնած ես, թող քո անցյալը իմանա, դու այլևս այնտեղ չես ապրում, որովհետև երբ այս պատերազմը գա, դու չես փլուզվելու, դու կռվելու ես, եւ երբ դու կռվես, դու հաղթելու ես։ Շնորհակալ եմ, որ լսեցիք մինչև այստեղ։ Խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնել ավելի ուժեղացնող, ավելի մոտիվացնող եւ հոգեվոր աճ